Հայկ Թորոյանը Facebook-յան իր էջում գրել է. «Հեցի լիցենզիայի դադարեցումը, պետության մեջքը ուղղելու, սուվերենության վերականգնման և ռազմավարական կառավարման ուժեղացման փուլ»։ Հայաստանի էլեկտրական ցանցերի լիցենզիայի դադարեցումը բովանդակությամբ պետական սուվերենության ամրապնդման ամենախոշոր քայլերից մեկն է վերջին տարիներին։ Այս գործընթացը մեկ նախադասությամբ կարելի է նկարագրել այսպես. պետությունը մեջքը ուղղեց։ Սա գաղափարական ու քաղաքական որոշում է, որով ամրապնդվում է պետականությունը։ Հայաստանը այսօր ոչ թե խոսում է սուվերենության մասին, այլ իրականացնում այն կոնկրետ ինստիտուցիոնալ քայլերով։ Ռազմավարական նշանակության հիմնարկների վերադարձը պետությանը ոչ թե նոստալգիկ քայլ է դեպի անցյալ, այլ գիտակցված ընտրություն ապագայի կայունության համար։ Էլեկտրական ցանցերը երկրի կենսագործունեության ողնաշարն են։ Էներգետիկան դա տնտեսություն չէ միայն, դա անվտանգություն է, իշխանություն է, ինքնիշխանություն է։ Հենց այս պատճառով հեցի դեմ կատարված ստուգումները, բացահայտված անճշտությունները և անցումային կառավարման մոդելի ներդրումը դառնում են մեծ ձեռքբերում ոչ թե վեճ մասնավորի հետ։ Սա այն դեպքն է, երբ պետությունը վերջապես ասում է. «Սա իմ էական ռեսուրսն է, և այն պետք է ծառայի հանրային շահին»։ Այս որոշմամբ Հայաստանը միացնում է նոր փուլ, ավելի ուժեղ պետական վերահսկողություն, ավելի թափանցիկ էներգետիկ ռազմավարություն, ավելի կանխատեսելի սակագնային քաղաքականություն և ամենակարևորը՝ պետության սուվերեն որոշման իրավունքի վերականգնում։ Հեցի լիցենզիայի դադարեցումն այս իմաստով դառնում է ոչ միայն կառավարչական քայլ, այլ պատմական շտկում։ Քանի որ առաջին անգամ երկար տարիներից հետո պետությունը զգալիորեն ամրապնդում է իր դիրքերը էներգետիկ ճակատում։ Սա մեծ աշխատանք է, մեծ պատասխանատվություն և մեծ ձեռքբերում։ Հայաստանը իր ռազմավարական ենթակառուցվածքները վերադարձնում է ինքն իրեն, առանց աղմուկի, բայց վճռականությամբ։